Նախ ուզում եմ ասել, որ այս ամեն ինչ որ կատարվում է, նոր չի սկսվել է շատ վաղուց, ինչ պետք է արվի, պատասխանը շատ պարզ է, բոլոր են մարդիկ, քաղաքական ուժերը, անհատները, հասարակական կազմակերպությունները, մտահոգ մարդիկ, պետք է պայքարեն ոչ միայն այդ պայքարը պետք է լինի 1 օր, 1 ժամ, 1 էպիզոդով, այլ այդ պայքարը պետք է երկարաժամկետ լինի եւ ես ուզում եմ ցավոք մի արձանագրում անել, երբ որ Բագրատ Սրբազանին արդեն եկան ձերբակալելու մեր ընկեր Գևորգ Քթամամյան ազգային ժողովի լսումների ժամանակ ասեց եւ ես նորից էլի կրկնում եմ այդ ժամանակ ցավոք դե արձանագրեմ որ Սրբազանի կեցավայրի մոտ շատ քիչ մարդիկ էին հավաքված ես այդտեղ չտեսա այն մարդկանց այն հարյուրավոր այն հազարավոր մարդկանց որոնք որ իրենց աջակցությունն էին հայտնում սկսված պայքարին կամ շարժումներին դա մեծ ցավ է որ ես ցավով բայց պետք է արձանագրեմ այսինքն մենք ինչ պետք է անենք մենք պետք է ամեն քաղբանտարկյալի համար ամեն մարդու համար պայքարենք այդ պայքարը չպետք է լինի էպիզոդիկ կրկնում եմ այդ պայքարը չպետք է լինի այդ պահին այդ ժամին եւ եթե բավարար պայքար լիներ այսօր չէր լինի 4-րդ Սրբազանը եթե հիմա չպայքարենք ջանքերը չմեկտեղենք եւ դա չդարձնենք մեր 24 ժամյա խնդիրը էլի մի ցավով պետք է մի արձանագրում անեմ հաջորդը ուրիշ Սրբազաններ են լինելու ուրիշ քաղաքական գործիչներ են լինելու ուրիշ լրագրողներ են լինելու ընդհուպ մինչև վեհափառ հայրապետ էլի շինծու գործեր են հարուցվելու էլի այդ մակագրությունը որ իբր թե ավտոմատ է բայց ավտոմատ սիստեմ չի աշխատում չէ էլի ձերքով մակագրվելու է լեգենդար Մասիս Մելքոնյանին եւ արդեն վճիրը եթե կարդում ես այդ մարդու անազգանուն արդեն պարզ է լինում չէ որ 99.9%-ով երկամսյա կալանք է լինելու այսինքն մարդը տանելու է կալանքի նորից եմ կրկնում պետք է գոնե թե ես հույս ունեմ գոնե թե այս արդեն աղաղակող դեպքից հետո պետք է մենք բոլորս հետևություններ անենք եւ ոչ թե գանք դատարանների դիմաց կներեք ես էլ եմ ինձ անհարմար զգում ամեն անգամ դատարանի դիմաց հարցազրույցներ տալուց ես վատ եմ զգում ես անհարմար եմ զգում ինձ հարցազրույցներ տալուց պետք է գործուն քայլեր ձեռնարկեն այս անարդարությունը կանխելու որ այս իշխանություններին դաս լինի որ իրենք իրավունք չունեն տեսեք ինչ է կատարվել ուրեմն Արշակ Սրբազանի պարագայում հետևյալն է կատարվել նաև իր բրիֆինգի ժամանակ Արշակ Սրբազանը ասեց իրեն գործարք են առաջարկել փաստացի լռելու հաշտվելու այն 18 կներեք 8 տիրադավների շարքը համալրելու եւ նույն նաև կարծում եմ նույն նաև առաջարկը արվել է 8 տիրադավների եւ այս ամեն ինչը չէր լինի այս ամեն ինչ արդեն պարզ ու ակնհայտ է չէ ինչ սիստեմա գործում սա արդարադատության հետ որևէ աղերս չունի եւ նաեւ քահանայի հետ կապված այդ միջադեպը որ կար նաեւ քահանան ինքը քահանան որը որ իդեպ նաեւ Նիկոլ Փաշինյանի չգիտեմ աջակիցն է հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
Չէ, Գյումրիի հոգևորականի մասին եմ ասում, որ ասելա, որ ուրեմն ԱԱՑ-ից եկել են եւ ասել են, որ պարտադրել են, որ զեղչվի Սրբազան հոր եւ կաթողիկոսի անունը։ Սա հանցագործություն է։ Սա հանցագործություն է, ժողովուրդ ջան։ ԱԱՑ-ով ուժայիններով մարդկանց շանտաժի ենթարկելը, սա հանցագործություն է։ Իրավապահ համակարգը, դատախազությունը, ԱԱՑ-ն պետք է այդ ընթացքում մի գործ պետք է աներ։ Գնար Նիկոլ Փաշինյանի հետևից։ Հատկապես որ ինքնախոստովանական ցուցմունք կար։ Հատկապես այո, ինքնախոստովանական ցուցմունքներ կար։ Այդ մարդը խոստովանում է, որ ես արել եմ, ես ասել եմ, ես գնում եմ այդ ճանապարհով։ Ես օրենքը խախտում եմ, ինձ համար օրենք գոյություն չունի, ինձ համար արդարադատություն գոյություն չունի։ Ես եմ դատավորը, ես եմ դատախազը, ես եմ ուժայինը, ես եմ որոշում, ես ասում եմ, որ սենց անեն, ամբողջ համակարգը գնում է դրան։ Մենք պետք է մեր միջազգային գործընկերներին, բոլոր այն դիվանագիտական ներկայացուցիչներին այդ փաստերը, չնայած այդ փաստերը էլի իրենց ասվել է, նաև խորհրդարանական լսումների ժամանակ ասվել, բայց այդ ճնշում պետք է լինի ի վերջո դուք պետք է հոդաբաշխ ինչ-որ մի բան ասեք, թե չէ։ Թե պետք է աչքներդ փակեք, ասեք գնա ինչ ապօրինություն ուզում ես, գնա արա, մենք տեր ենք։ Փաստացի է դա նշանակում, էլի գնա ինչ ուզում ես արա, մենք տեր ենք։ Ինչ պետք է անենք մենք պետք է հաս չլնենք այս ամեն ինչի հետ։ Կրկնում եմ, մենք պետք է ինչ-որ մի էպիզոդիկ ինչ-որ գործողություններ չանենք, ասենք դատապարտենք, ասենք ու գնանք տներով։ Դատից դատ չպիտի լինի։ Այո, դատից դատ չպիտի լինի։ Եվ ես դրա մասին ոչ թե հիմա եմ խոսում։ Խոսել եմ 2 ամիս առաջ, խոսել եմ 3 ամիս առաջ, 4 ամիս առաջ, 1 տարի առաջ։ Դրա մասին խոսել ասել ենք։ Հանգստանալու, հանդարտվելու, չգիտեմ, սենց ռելաքս ապրելու ժամանակները վաղուց անցել են։ Եվ սա պետք է լինի այն կարմիր գիծը, որ մեզ բոլորիս սթափության եւ ռեալ գործեր անելու ժամանակը պետք է լինի։ Մենք պետք է կարողանանք այս երկրում արդարադատություն հաստատենք։ Մենք պետք է կարողանանք պաշտպանել բոլոր այն մարդկանց, որոնք որ այս իշխանությունների զոհր են դառնում, որպեսզի այդ ցուցակը չավելանա։ Քրեակատարողական հիմնարկներում այլևս տեղ չկա։ Ոչ մեկուսարաններում, ոչ, չգիտեմ, քրեակատարողական հիմնարկներում տեղ չկա։ Ու ես ուզում եմ նաև մի կարևոր հանգամանքի մասին նշել։ Հայաստանում այլևս անգամ քրեակատարողական հիմնարկներում մարդկանց կյանքն ու անվտանգությունը ապահովագրված չէ։ Մենք արդեն ունենք 22 քրեակատարողական հիմնարկում մահվան դեպք։ Մահվան դեպք ունենք 22։ Եվ այդ տխուր սարսափելի վիճակագրությունը գնալով ավելանում է եւ կալանքը ընտրվում է որպես պատժի միջոց։ Ում ուզում են պատժեն, մի կարող է օդի աղտոտվածության համար վաղը գան իմ եւ ձեր հետևից։ Ասելով որ մենք ենք պատճառ դարձել, որ օդը աղտոտվել է եւ դա դիտավորյալ են կարել այդ ամեն ինչը եւ մի քրեական հոդված հարուցեն։ Այսինքն կապ չունի ինչ, այս մարդիկ առաջնորդվում են այս սկզբունքով քրեական օրենսգիրքը որ կա, գետին գցեն, որի վրա կանգնեն այդ հոդվածով էլ կարան գործը հարուցեն։ Բացարձակ իրենց համար նշանակություն չունի։ Տեսեք, այն մարդիկ հեսրբազաններն են, ինչ տարբեր գործերով ուրեմն գործը հարուցում եւ մարդիկ հանրավի դատապարտվում են։ Եվ մեր ազգը պետք է իմունիտետը ունենա, մեր ժողովուրդը պետք է իմունիտետը ունենա, եւ սա կրկնում եմ ոչ թե առանձին վերծրած սրբազանների հարցը, առանձին վերծրած խաղբանտարկյալների հարցը, այլ մեր բոլորիս հարցն է։ Մեր ժողովրդի հարցն է։ Արդարադատության նախարարը ուրախությամբ նշում է, որ խաղբանտարկյալներ չկան եւ ուրախություն է հայտնում այդ փաստի առթիվ։ Դժվար է այդ հարցին պատասխանել, չգիտեմ, ինչ ասեմ, որ տեղին լինի։ Եթե 60-ից ավել քաղաքական մոտիվներով հարցեր կան, կներեք, անազատության մեջ մարդիկ կան, եթե մարդու խոսքի համար, իշխանությանը քննադատելու համար մարդկանց տանում են եւ բերդերում պահում են, դա ի՞նչ է նշանակում։ Ի՞նչ է նշանակում դա։ Բայց քաղաքական չի, ինչ գործ է։
Դուք տեսել եք Նիկոլ Փաշինյանին գովերքող մեկին տանեն քրեակատարողական հիմնարկ կամ իրենց աջակցին, որ տասնյակ կոռուպցիոն սխեմաների մեջ ընդգրկված է, ինչ որ, չգիտեմ, էլի, վարչական հսկողություն անգամ սահմանեն իր վրա։ Դուք տեսել եք նման բան։ Էս էլ չէր լինի, հարգելից։ Մենք այսօր այստեղ կանգնած չենք լինի եւ լեգենդար Մասիս Մելքոնյանը այսօր վճիռ չէր կայացնի, եթե ուրեմն հաշտ լիներ իշխանության օրակարգի հետ, եթե իրենց պահանջները կատարվեր։ Չէր լինի այս ամեն ինչը։ Պարզ ակնհայտ չի, որ ճնշում կա։ Պարզ ակնհայտ չի, որ այս մարդիկ գնում են ապօրինության ճանապարհով։ Որ ցուցումներ է տրվում իրավապահ համակարգին, այս սրանից պարզ ո՞նց լինի։ Էլ ո՞նց է լինում ապօրինությունները, բռնությունները, խաղբանտարկյալները, խաղբանտարկյալը պոզով պոչով է լինում։ Ո՞նց է լինում խաղբանտարկյալ, ինձ ասեք տեսնեմ լա։ Բայց ո՞րն է այդ խաղբանտարկյալը։ Այսինքն երեսպաշտության մաստեր կլասը էլ ինչ նշանակում։ Գիտեք ինչ, հիմա ես հասկանում եմ, այդ մարդիկ էլ են գերության մեջ են, էլի։ Այլ կարծիք հայտնելու համար, ընդդիմանալու համար կարող է այլ կարծիք հայտնել։ Օրինակ, եթե ձեր կարծիքով, եթե օրինակ արդարադատության նախարարը հայտարարի, որ Հայաստանում կան խաղբանտարկյալներ, ինքը չէ լինի Մասիս Մելքոնյանի մոտ ինչ որ դատականիստերով անցնելուց։ Կլիներ, համոզված եմ, որ կլիներ։ Յուրաքանչյուր յուրային էլ, եթե փոքր ինչ փորձում է ընդդիմանալ իրան, անպայման այդ քրեական գործը հարուցվում է։ Հավասիկ իրենց նաև կուսակցական անդամների, նաև Հովիկ Աղազարյանի գործով, այլ գործերով, պարզ է, չի ակնհայտ է։ Մարդիկ իր կարծիքի հետ համաձայն չեն, իդեպ ինքը ասում է Հայաստանի Հանրապետության կառավարությունում ինչ որ մեկը կա, որ իմ կարծիքին հակառակ կարծիք արտահայտի։ Այլ կարծիք հայտարարի, կա տենց մարդ։ Լավագույն դեպքում այդ մարդը գործից կազատվի, եթե չհայտնվի քրեակատարողական հիմնարկում։ Կրկնում եմ, բայց խաղբանտարկյալը ո՞նց է լինում։ Խղճի հալածյալը ո՞նց է լինում։ Սենց է լինում։ Կամ նույն Միքայել Սրբազանի պարագայում, Բագրատ Սրբազանի պարագայում այս դատարանում այդ հոդվածով մարդիկ առավելագույնը պատժվել են կուգանքով։ Ուրա հիմա Միքայել Սրբազանը քրեակատարողական հիմնարկում։ Ասում լավագույն դեպքում տուգանք ա եղել։ Հիմա այս դատախազությունը ասում է, համաձայն չեմ, որ 2 տարի է, 2 տարի 6 ամիս լինի։ Սա լավագույն ցուցիչն է, լավագույն բանն է, փաստերը աղաղակող են, այնքան շատ կան այդ փաստերը, որ ժողովուրդ ջան, աբսուրդ է, էլի, աբսուրդ է։ Ես մի բան եմ ուզում ավելացնեմ, բոլոր այն մարդիկ, որոնք որ մասնակցում են այս անարդարությանը եւ գործիք են դառնում իշխանության ձեռքը, պետք է իմանան, որ վաղ թե ուշ իշխանապողություն տեղի ունենալու եւ այս մարդիկ պատասխան են տալու իրենց ապօրինության համար եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն տղաներին, որոնք որ 40, 50, 60 այն խաղբանտարկյալներին, որոնք պատվախնդրորեն իրենց այս, չգիտեմ, այս անարդարությունների մեջով անցնելով, այս ամեն ինչի մեջ քրեակատարողական հիմնարկներով անցնելով բարձր արժանապատվություն են դրսևորում, կամք են դրսևորում, վճռականություն են դրսևորում, գործարքի չեն գնում, այս մարդիկ մեր ազգի, մեր երկրի, մեր պետության իմունիտետն են այս մարդիկ։